Պարոն Կարապետյան, տեսեք, սահմանադրական դատարանի մոտ իշխանության ներկայացուցիչները հիմնական այս պնդումն են անում, տեսեք, ասում են, եթե իսկապես ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, դուրս եկեք փողոց։ Եվ ընդդիմության մեջ էլ տեսակետ կա, որ եթե այս ահռելի ճնշումներն են եղել հատկապես ձեր ուժի նկատմամբ, ինչու հունիսի 8-ին ոտքի չկանգնեցին եւ ցույց չտվեցին, որ իրենք այո ընդվզելու են եւ պայքարել են իրենց ձայների համար։ Դա ամեն ինչ դեռ արժևում է, հիմա մենք սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո որոշենք մեր հետագա քայլերը։ Բայց ինչ եք ակնկալում դատարանից, որը նշանակվել է ՔՊԻ կողմից։ Ակնկալում ենք երկրորդ փուլ։ Բայց պարոն Կարապետյան, քաղաքագետներն ասում են, որ այդ դեպքում իշխանության շանսերը ավելի է մեծանալու երկրորդ փուլ գնալու պարագայում։ Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Իրենք ընտրախախտումներով ինչ-որ թվեր են նկարել, ինչը հիմա Վարդևանյանը սահմանադրական դատարանում ապացուցում է։ Պարոն Կարապետյան, հերթական ձայնագրություն է հրապարակվել, որտեղ անձամբ ձեր անունը կա նշված ձայնագրության մեջ։ Կարևորը ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չի։ Ձեր մոտ հարց չի առաջանում ինչու են ձեր անունը շրջանառում այդ ձայնագրությունների մեջ, որովհետև Գեղամ անունով մի տղա ասում է, որ գնամ, անձամբ ճանաչում է, ասում է, որ գնամ փողեր տալու, սա ինչպես կմեկնաբանեք։ Դե գոնե իմանանք Գեղամնով է։ Ասում է, որ ձեր հետ շատ մոտիկ է, մի բան էլ ասում եք, ինչի չի գալիս, հոչի ամաչում։ Դե ուրա, կտեք բերեք Գեղամին, ես չգիտեմ ում մասին։ Դուք լսում եք այդ ձայնագրությունը։ Ոչ, ինչի՞ սա պետք լսել։ Ինչու դատի չեք տալիս հակակոռուպցիոնին, որ ձեր կուսակցությանը շատ արագ Գեղամով զբաղվեք։ Բայց արդեն հարյուրավոր այդպիսի ձայնագրություն, հարյուրավոր չէ, լավ, տասնյակ բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել ձեր։ Մենք էլ ենք հոգնել, իրենց միակ շանսը ժողովրդին բժշկերին այդ ձայնագրություններով իրենց գործը արեցին։ Այսքանից հետո դուք եք բողոքարկում ընտրությունների արդյունքները։ Իհարկե։ Բա ոնց, միայն մենք իրավունք ունենք բողոքարկել։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում արդարադատության նախարարը, որը ՔՊ ներկայացուցիչն է սահմանադրական դատարանում, ասեց աղաղակող համատարած խախտումներ են եղել։ Երբ որ ես հարցադրում հղեցի, իսկ այդ պարագայում ինչի՞ չեք բողոքարկում ընտրությունները, ասեց, որովհետև ընտրողն արդեն իր քվեով ապացուցեց, որ մենք արժանի ենք ընտրվել։ Մոտավոր էս տեքստով, էլի։ Դե կյանքն էլ ցույց կտա, իրենք արժանի էին, թե չէ, մի քիչ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը կարծես չի դադարում ձեր։ Մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը չի դադարում ձեր եւ ընդդիմության մյուս լիդերների նկատմամբ այս սպառնալիքներ տարածել ձեր վերաբերյալ, ասում է տասնյակներով, տասնամյակներով բանտում են լինելու ունեզրկելու է ձեզ։ Ինչպես եք պատկերացնում ձեզ ունեզրկելու այս process-ը, ենթադրում եմ, որ դա պետք է իրավական ինչ-որ process լինի եւ տասնամյակներում։ Դուք ձեր պատկերացումների մասին խոսենք, պարոն Կարապետյան, իսկ տասնամյակներով բանտում ինքն էլ չի պատկերացնում, դա էլ չի պատկերացնում, խոսում է էլի, մի բան այդ մարդը 8 տարի խոսում է, հիմա մի քիչ էլ խոս։ Բայց տեսնում եք, չէ՞ կալանավորումներ համատարած, պարոն Կարապետյան, դատական համակարգը, դատավորները կալանավորում են ընդդիմադիրների։ Իրենք կարողանում են արդարացնել իրենց ապօրինությունները, բժշկեն ժողովրդին, խապեն իրենց ստերով, ցույց տան, որ իրենք հաղթել են, իրենք լավ գիտեն, որ չեն հաղթել։ Պարոն Կարապետյան, դուք 340,000 քվե ունեք, ինչու այդ մարդկանց չեք գեներացնում դուրս գան փողոց, եթե կարծում եք ընտրություններն անարդար են եղել։ Բայց ինչ գիտեք չեն գեներացում։ Ուր է այդ գործընթացը, ներողությունը, ընտրություններից անցել է արդեն։ Գեներացնելը դա ժամանակի հետ է կախված։ Կգեներացնենք մի օր դուրս կգան։ Այսպիսի կարծիքներ կան, ասում են գործարք է եղել այդ մարդկանց հետ, իշխանությունն է ասում, փողը վերցրել են, գնացել ընտրել են, հիմա ասում են ոչ մի կապ չկա այդ մարդկանց եւ Սամվել Կարապետյանի լրագրողներից մեկն եք։ Կարող եք մեկ փաստ Դուք հիշում եք, ես ինչ եմ ասել, այդ ընտրակաշառքներով գոնե մեկ փաստ, այդ բոլոր լրագրողներով կարող եք հայտնաբերեք մեկ մարդ,
ում մենք փող ենք տվել։ Ձայնագրությունները ձեզ համար ինչ որ փաստ չեն, որ հստակ նշվում է։ Ձայնագրությունները ձեզ համար են անում, մեզ համար դրանք փաստ չեն, ձեզ համար հետաքրքիր է լսեք։ Բայց ձեր թիմակիցներից փորձել եք հետաքրքրվել այդ ինչ զայնագրություններ են ու միջև են այդ մարդիկ ովքեր են, ինչ են խոսում, ինչու են խոսում, այդ ինչ փողի թեմա է։ Այսպես անձնական, հա, ձեր հետաքրքրությունը չկա բավականին։ Հիմա եթե ձեր հարևանին զայնագրեն, ձեզ հետաքրքիր է։ Դե այնտեղ Եթե ապօրինի ձայնագրեն, հա, հետաքրքիր է, բայց դուք չեք զգում, որ ապօրինի զայնագրում են։ Հակակոռուպցիոն ասում է դատարանի որոշումներով ենք ձայնագրում։ Դե կյանքը ցույց կտա, արեք։ Պարոն Ամեն ինչ կհայտնաբերենք, բոլորը պատասխանատվության ենթարկվեն, թե զայնագրողները, թե անողները, թե ընտրություններ կեղծողները, մի վռազեք։ Պարոն Կարապետյան, տեսեք, բացի այն, որ տեսակետներ են հնչում փողոցային պայքարի վերաբերյալ, փորձագիտական, մասնագիտական շրջանակները նաև նշում են, որ հնարավոր է փողոց մղելը, նաև այդ թվում իշխանության կողմից ձեր ուժին փողոց մղելը ունենա այն նպատակը, որ ձեզ ռեպրեսիաներով ճնշեն ու այսպես մեջտեղից հանեն, փաստացի ստացվի այն, որ լեգիտիմությունը, որը չեն ստացել, բացարձակ լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, արդեն ստանան փողոցում ամրապնդեն ձեզ մեջտեղից, այսպես ասած, հանելով, իզոլացնելով։ Այս վերսիային ինչպես եք վերաբերվում, չեք վախենա փողոց դուրս գալ։ Իշխանությունները ոչ մի շանս չունեն մեզ մեջտեղից հանեն։ Բացարձակ, ինչ ուզում անեն։ Լավ, ընդհանուր առմամբ դուք կհավատայիք, որ թիվ 1 բարեգործը, որը նաև այս իշխանություններն չեն հերքել ժամանակին, ձեռք սեղմումով ամրապնդել են այդ փաստը, այս ոճով կկարողանային ուրանալ ձեր արածը երկրի համար, կկարողանային այսպես մոռացության տալ։ Իրենք ուրացան 10 միլիոն հայ ժողովրդի արածը, իմ արածը խիչ պետք է ուրանան։ Նայեք ինչ վիճակի են գցել 10 միլիոն հայ ժողովրդի։ 7 միլիոն հայությանը ամբողջությամբ կտրեցին Հայաստանից, 3 միլիոն հայության տանում են աղքատացման, հիմա ես մասնավոր անձ եմ, ինչի համար չուրանան իմ արածները։ Հիմա որ չստացվեց վարչապետ դառնաք, ձեր մյուս բոլոր քաղաքացիությունները ստացվեց։ Միգուցե սահմանադրական դատարան ամսի 4-ին որոշում է, որ ես եմ մի քիչ Վարդևանյանը որ գաստա, դենց էլ կլինի։ Մյուս քաղաքացիություններից կհրաժարվեք, շարունակեք, թե փոշմանեք։ Ինչից։ Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունները։ Դա մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի։ Հիմա ամեն օր դուք կարող եք ձեր անձնագիրը նվիրեք մեր ընկերուհուն։ Բայց ինչի պետք է ձեզ ամեն օր պատասխանեմ ես Դուք Հայաստանը ներողություն հայտարարություն եմ արել, ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք։ Միակ պատճառը դա է, միակ պայմանը դա է, այսինքն միայն Հայաստանի քաղաքացի լինելու, ուրիշ դեպքում դուք պատրաստ չեք միայն Հայաստանի քաղաքացի լինել, պարոն Կարապետյան։ Մենք սկսենք process-ը։ Դրա համար ամեն օր դրա մասին հարց տալը, արդեն ես գնահատում եմ լուրջ չի։ Ես չեմ կարող ձեզ ամեն օր նույն բանը ասել։ Դուք վերջնական պատասխան եք այդ հարցին, որ անտար չտանք, դիմումներ ներկայացրել եք Կիպրոսի եւ վերջնական պատասխանեմ Վարդևանյան, թե չէ։ Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողի, ես գնամ ամենակիչը այդ դեսպանատները, դիմում, եթե ես Վարդևանյանին դիմում գրել եմ։ Հիմա Վարդևանյանը դրանով ինչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։ Չեք կարող ոստիկանների ուղեկցությամբ Դուք ներկա եք բոլոր դատական նիստերին, տեսնում եք բոլոր մեր պահանջները, տեսնում եք իշխանությունների վախերը, դրա համար հիմա ամեն օր նույն բանը, դա ունի օրինական քայլեր, օրինական քայլերից առաջինը պետք է գնա
դեսպանություն դիմում գրես։ Ճիշտ է, որ դուք Քոչարյանի հետ հանդիպել եք, ճիշտ է, որ ձեր առաջարկից հետո, որ պետք է ընդդիմադիր դաշինք ձևավորվի, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել։ Ես չեմ հանդիպել Քոչարյանի։ Ձեր գաղտնի պլանի մասին մի փոքր կբացահայտեք, դա ինչ է ենթադրում։ Գաղտնի կասեմ, գաղտնի պլան, գաղտնի են ասում, գաղտնի պլան չեմ բարձրաձայնում։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանի հետ կապված ժամանակին ձեր եկեղեցու պաշտպանության վերաբերյալ հայտարարությունը հիմք հանդիսացավ, որ կալանավորեն ձեր ձևով միջամտելու։ Հիմա էլ գաղտնի պլանի մասին եք խոսում։ Մտավախություն չկա, որ տնային կալանքից կտեղափոխվեք կրկին ԱԱԾ։ Հիմա ինձ ոչ մի մտավախություն չկա։ Մենք հիմա գլխավոր հարցը դրել ենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Դա ինչքան ժամանակում է։ Հիմա նայեք, եթե մեզ դա չի հաջողվում, Փաշինյանը հեռացնում է 3 միլիոն հայ ժողովրդին Հայաստանից։ Հիմա դուք կողմնորոշվեք։ Ավելի լավ չի մենք իրեն հեռացնենք բոլորս միասին։ Այդ 3 միլիոնից 700 քանի հազարը իր կողմից է։ Ընտրություններով կարծես թե Այդ 3 միլիոնից Ինձ մա դուք էլ չեք հավատում ձեր ասածին։ Դա ընտրություններով չհաջողվեց։ Փողոցով եք Կայ պատկերացնում։ հրապարակած տվյալները չեք Կայ տեսել։ հրապարակած կայ նախագահի վիճակը նայեք Սահմանադրական դատարան։ Դուք նայեք գնահատեք։ Ես լավ չեմ գնահատում։ Պարոն Կարապետյան, ռուսական աջակցության 40,000 ձայն ստացաք, պարոն Կարապետյան։ Իսկ ինչ գիտեք այն 300-ը մեզանից չեն գողացել։ Պետք է գնահատենք։ Պարոն Կարապետյան, Իհարկե։ 1.5 միլիոնը օգնեց, որպեսզի Փաշինյանը դառնա վարչապետ, դուք չանցաք որպես այսպես, չընտրվեցիք վարչապետ, ինչ նկատի ունեք։ Ինչպես օգնեցին։ Ինչպես ձեզ խաբեցին։ Ինչպես խաբեցին։ Հմուտ խապեցին։ Ոչ։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանը արդյոք փողոցային լայն գործողություններ պարունակում է, թե ոչ։ Նարեկ, ես արդեն ասել եմ, Պետական մեր հաջորդ շենքերի- քայլը Սահմանադրականից հետո լինելու է համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին։ Քայլ եկեք ասեմ, հիմա համախմբելու ենք։ Դրանից հետո կլինի հաջորդ քայլը։ Դուք տեսնեք, միշտ հնարավոր է շատ ենք հանդիպելու այստեղ, դրա համար միշտ հնարավորություն Պարոն ունենալու։ ճշգրտում էլի, քանի որ ռուսական աջակցության այս պատմությունը հասավ Սահմանադրական դատարան եւ դատավորներից մեկը ինչ որ ակնարկով հասկացրեց, որ Ռուսաստանն էլ փաստացի աջակցել է քաղաքական ուժերից մեկին, ըստ երևույթին հավանաբար։ Ձեզ նկատի ունելով թե ուղիղ էլ ասած, կարծեմ, այդ աջակցությունը միֆ է, իրականություն է, ինչի մասին են խոսում բոլորը։ Դե դուք ներկա եք եղել ամբողջ process-ին, դուք տեսել եք ինչ որ աջակցություն, գոնե ամենամինիմում աջակցություն։ Ռուսական անձնագրովը ընտրություններին մասնակցողը դուք չէիք Վլադիմիր Պուտինի նշած, որ ասեց ունենք քաղաքացիներ եւ կուզեինք, որ իրենք մասնակցեին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ է ասել, ում է նկատի ունեցել, Լուրեր չեք նայում։ Ես լուրեր նայում եմ, տեսել եմ ինչ է ասել Վլադիմիր Պուտինը, բայց ում է նկատի ունեցել Քանի չգիտեմ։ հոգու գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաեւ Ռուսաստանի անձնագիր ունեն, պարոն Կարապետյան։ Միայն մեր կուսակցությունից երևի մի 20 հոգի ունեն։ Ռուսական անձնագրեր եւ նրանք տեխնացուներ էին։ Ոչ։ Ես էլ տեխնացու չեմ։ Պարոն Կարապետյան, Եվրոպայի կողմից աջակցության խոսքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հավասար պայմաններ ստեղծելու մասին, այսպես խոսքը հավասար նժարների վրա պետք է դնել։ Գիտեք ինչ։ Մենք պետք է հայ ժողովրդի ասածները նժարի վրա դնենք։ Հիմա տարբեր երկրներ տարբեր հայտարարություններ են անում։ Դրանից մենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն օր տուժվում է։ Այսինքն ինչի համար մենք պետք է գնահատական տանք եվրոպական երկրների ղեկավարների հայտարարություններին, Ռուսաստանի ղեկավարների հայտարարությանը, մենք պետք է նշանակության տանք հայ ժողովրդի ընտրությանը։ Եվ պարոն Կարապետյան, հենց այս համատեքստում դատարանում եւ դատարանից դուրս ես Ղայնանում են նկատեցի, որ ոստիկանները։ պարբերաբար նայում եք հեռախոսի էկրանին, որտեղ ձեր թորնիկի լուսանկարն է։ Ինչ ապագա եք երազում ձեր թորնիկի համար։ Պայծառ ապագա, Ինչպիսի Հայաստան։ ուժեղ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ ստացվեց Սահմանադրական դատարանի որոշումը, դրանից հետո ձեր նպատակը Փաշինյանի հեռացում է։ Չէ, մեր նպատակը ամեն օր է։ Այսօր էլ է, վաղն էլ է։ Դե հիմա գիտեք ինչ։ Փողոցով ինչով, պարոն Կարապետյան։ Մենք պայքարելու ենք բոլոր օրինական ձևերով։ Ինչի կարիքը տվյալ պահին կլինի ու մենք գնահատենք, որ դրանով կունենանք հաջողություն,
գնալու ենք այդ քայլին։ Բացառություն չկա։ Դիմադիր առաջնորդ դարձակ պարոն Կարապետյանը, եք սպասում։ Դուք ուրիշ բանի սպասեք։ Պարոն Կարապետյան, եթե այդ Լավ բանի սպասեք։ դիմադիր Դիմադիր առաջնորդ չէ։ Դե էլը մի տեսնենք կառավարություն ոնց կձևավորվի, նայենք, հետևենք, հետաքրքիր է։ դուք շարունակելու եք ներդրումները, պարոն Կարապետյան։ Իհարկե։ Հիմա ինչ ոլորտում եք ներդրումներ անում։ Շուտով ձեզ կհրավիրենք երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք, դուք եք տեսնեք, սա մեր երկիրն է, բացարձակ կապ չունի։ Փաշինյանը ընդամենը տուրիստ է։ Ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք։ Քիչ էլի Հայաստանում Դե ապրել։ հիմա կտեսնենք։ Կարևոր ապագայում ով շատ կապրի։ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի Արարատ ցեմենտն է, կարծես ուզում խլի հերթու պետականացում է ընդդիմադիների այսպես ընկերությունները հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ մեկից ոչ մի բան չի կարողանալու խլի։ Ժամանակավոր ոգևորություն։ ցեմենտն է, պարոն Կարապետյան։ Հեծը խլելա։ Ասում եմ վերցրեցին արդեն։ Դե վերցրեցին գնացեք նայեք էցի վիճակը։ Վերցել են տեսեք ինչ է կատարվում հետո։ Խողովակներ են Ռոմանով Պետրոսյանը, մալուխներ եւ էլեկտրալարեր մեզ թողել։ Ինչ արել։ Փտած Բա էլեկտրալարեր։ պատկերացնում եք մեզ ինչ էին թողել։ Բա իրեն գիտեին մի հատ Mercedes-ա կանգնած նստելու են ու քշեն։ Դե տեսան ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում։ Հիմա գնացեք նայեք։ Թիմեք ձեզ ընտրողներին, որոնք սպասում են ինչ-որ քայլերի ձեզնից։ Մեր ընտրողները ուժեղ են, իրենք իրենց քայլը կանեն, երբ դրա կարիքը լինի, դուք մի կասկածեք։ Պարոն Կարապետյան, իսկ առանձին հարցազրույց հնարավոր է։ Իհարկե նա, չէ, մենք չունենք ընտրյալ, խոսենք։ Ինձ հարցազրույց։ Անպայման։ Եվ Երբ պայմանավորվեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար